Այժմ տեսնենք ինչ են սպասում առյուծներին հաջորդ շաբաթ, մայիսի 17-ից 23-ը։ Ինչ են սպասվում առյուծներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր, աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը տեսնում եմ ֆինանսներ, առյուծների համար մի շաբաթ ֆինանսները կլինեն բավականին կարևոր, առաջին տեղում երևի թե կարող եմ ասել։ Ֆինանսները կարող են կապված լինել ծախսերի հետ, կարող է լինել եկամուտների, մյուս կողմից ես էլ եմ ասում, որովհետև գիտեմ շուտով սկսում են դպրոցական երեխաների վերջին զանգերը, ես վստահ եմ, որ Հայաստանում հիմա սա շատ մեծ ծախսերի հետ է կապված, միգուցե դրա համար է ձեզ համար ֆինանսներն առաջնահերթ, որովհետև ծախսեր են սպասվում, տեսնենք։ Անձնական հարաբերություններում տեսնում եմ նավակը, ղարի 10-ով կարող եմ ասել, որ ամեն ինչ այնքան էլ շատ լավ չէ, ինչ որ հարաբերություններում եթե բարդություններ կային, տեղից չեն շարժվում։ Տեսնենք, միգուցե չկային բարդություններ, ուղղակի ամեն ինչ շատ կայուն, հանգիստ է, կանգնած է, ոչ լավ է, ոչ վատ, տեսնենք։ Ինչ է կատարվում առյուծների անձնական հարաբերություններում։ Տեսնենք հաջորդ շաբաթ այս ինչեր է սպասում։ Անձնական հարաբերություններում, ինչպես ասեցի, տեղից չի շարժվում, եւ դա շատ բարկացնում է մեր հարգելի առյուծներին։ Ես չգիտեմ, միգուցե ինչ-որ ակնկալիքներ ունեիք, որ պիտի ինչ-որ ամեն ինչ այսպես արագ շարժվեր կամ պարզապես ձեր ցանկություններն էին։ Ես չեմ կարող ասել այստեղ սիրային թե ընկերական հարաբերություններ են, որովհետեւ տեսնում եմ այստեղ շունը։ Պարտադիր չի, որ սա լինի սեր, որտեվ ես տեսեք սրտեր, ճիշտն ասած չեմ տեսնում, բայց ամեն դեպքում երիտասարդ եւ աղջիկ տեսնում եմ։ Կարող է լինել ցանկացած անձնական հարաբերություններ եւ ավելի քիչ երևի սիրային, բայց ցանկացած ընկերների մեջ, ազգական բարեկամների մեջ կարող են լինել հարաբերություններ։ Չեն շարժվում հարաբերությունները, բայց կարծում մարդիկ ամեն դեպքում նեղացած են իրարից։ Կամ միգուցե չի շարժվում դրա համար, ինչ որ մեկը վաղուց ձեզ հետ չի հաղորդակցվում, չի զանգում, տեքստ չի գրում, չի կապվում եւ դուք ավելի շուտ այսպես մտածում եք միգուցե ինչ-որ պրոբլեմ կա եւ ինքներդ էլ չեք, տեսեք, վաղուց որտեղ ձեզ հետ ոչինչ չեն գրում, չեն խոսում, ոչ մի կապ չկա, նամակն եմ տեսնում ղարի 8-ով, որ ներողություն 7-ով, որ ոչ մի կապ վաղուց չկա, դա ձեզ շատ բարկացնում է։ Բայց ես ոչ թե տեսնում եմ կոնֆլիկտներ ունեք, այլ տեսնում եմ, որ սա ձեր ներքին կոնֆլիկտներն են, հարգելի առյուծներ, դուք եք ավելի բարկանում, ամպերը կուտակվում են, դուք ամենաերևի վատ տարբերակն եք մտածում, բայց ես չեմ կարծում, որ այդպես է իրականում։ Այդ ձեր մտքերն են, դուք եք այդպես ձեզ ներշնչում, ինքներդ բարկանում եք, որ ինֆորմացիա չկա վաղուց, բայց ինչ որ մեկը շատ զբաղված է, ինչ որ մեկը, չգիտեմ, նոր ինչ որ դասերի է գնում կամ ինչ որ զբաղված է, ինչ որ բան է սովորում նոր աշխատանքում, չգիտեմ, ինչ որ մեկը շատ զբաղված է, նա ում որ սպասում եք, ձեզ պետք է, չգիտեմ, ձեզ հետ կապվեր, զրուցեր, չեմ կարող ասել, այստեղ կին ամուսնու վրա է բարկանում, ընկերուհի երիտասարդի կամ երիտասարդ աղջկանից է նեղվում, դժվարանում եմ ասել, բայց ամեն դեպքում մարդը զբաղված է, այս բոլորը ձեր մտքերն էին, ես իրականում ոչինչ էլ չեմ տեսնում։ Մի քիչ ասում են կարտերը համբերատար իմաստուն գտնվեք, ամեն ինչ շուտով կպարզվի, ձեր ընկերները, ձեր ովքեր են, ձեզ սիրում են, շունը հավատարիմ, նվիրված, ոչ մի խնդիր անձնական հարաբերություններում չկա։ Տեսնում եք, այստեղ ղարի 10-ն էր, իսկ ես տեսնում եմ սրտի 10, այսինքն սա ձեր մտքերն են, ամեն ինչ վատ է, չի շարժվում, չի զանգում, չի գրում, չենք շփվում, 10-ը, սրտերի 10-ն եմ տեսնում, չէ, ոչ մի խնդիր չկա, պարզապես դուք ինքներդ եք ձեզ տանջում, ձեր մտքերով եւ ամենավատը, եւ ինչքան մտածում եք, տեսնում եք, որ ավելի կարտերը վատանում են, այսինքն ձեր մտքում է միայն հարգելի առուստներ, իրականում ձեր ընկերները, ձեր մտերիմները, հարազատները ձեզ շատ էլ սիրում են։ Աշխատանքի վայրում տեսնում եմ առնետներ։ Ինչ որ բարդություններ կան աշխատանքի վայրում, տեսնենք։
Տեսնենք ինչ է կատարվում առյուծների աշխատանքի վայրում կամ գործերում առհասարակ։ Եվ վերջում տեսնում եմ արև, ինչ էլ էստեղ որ լինի, որտեղ տեսնում եմ ինչ-որ հետաքրքիր կարտեր։ Աշխատանքի վայրում ես ճիշտ ասած խնդիրներ չեմ տեսնում, բայց առնետներով կարող եմ ասել, որ կարող են լինել որոշ առույցներ, որ մի շաբաթ որոշել, պարտադիր չի մի շաբաթ արդեն անեք, ինչ որ որոշել եք, այլ ցանկանան աշխատանքը փոխել, աշխատանքից հեռանալ, կամ իրենց, չգիտեմ, ինչ որ գործ են անում, որ իրենց միգուցե չի բերում ուզած ֆինանսները եւ թողեն գնա։ Ամեն դեպքում աշխատանքի վայրում ինչ որ բան կթողնեք կգնա։ Ինչ որ բան, բայց դա դրական կլինի իրականում, շատ դրական, այսինքն ինչ որ թողնում եք, ուրեմն լավ չէր, որ թողնում եք գնում եք, կորուստ չեմ տեսնում անկեղծ ասած, իսկ եթե դուք եք հեռանում, որովհետև ավելի գեղեցիկ հեռանկարներ կան, դրա համար էլ հեռանում եք ձեր աշխատանքից։ Տեսնում եմ փոփոխություն, այո, աշխատանքի հետ կապված, ասում են ինչ որ բան թողում եք գնա, մեծ փոփոխություն եմ տեսնում։ Այդ փոփոխությունը ձեզ իրականում ավելի լավ ֆինանսներ կբերի եւ ավելի լավ միջավայր։ Նույնիսկ եթե էլ եմ ասում, լինում են չէ կադրային փոփոխություններ, օրինակ ես աշխատել եմ Հայաստանում նախարարությունում մեծ հիմնարկությունում, մի բաժնից մյուս բաժին են տեղափոխում աշխատողին, այսինքն նույն աշխատանքի վայրում է, նույն հիմնարկությունում ես աշխատում, ուղղակի տարբեր գործ ես անում։ Այ եթե կարող է այդպեսի ինչ որ փոփոխություն լինել, կամ նույնիսկ կարող է վայրը աշխատանքի լրիվ էլ փոխեք, շատ լավ միջավայր է ձեզ սպասում, շատ ընկերական ջերմ մարդիկ են եւ ձեզ ավելի շատ ֆինանսներ էլ կգան։ Բանալին ձեր ձեռքում է, ոչ մի խնդիր չեք ունենա, կարող է սա այն չէր, ինչ որ դուք ուզում եք, կոնֆլիկտի կարգով կարող ասել, սա այն չէր, ինչ որ դուք սպասում եք, բայց իրականում շատ լավ է լինելու, ավելի լավ, քան դուք սպասում եք, նել եմ ասում, դուք միգուցե ուրիշ պլաններ ունեիք, բայց իրականում լավ է լինելու։ Արևով էլ տեսնում եմ, որ այդ փոփոխությունը, նույնիսկ եթե դուք դա չէիք ուզում, ի վերջո կպարզվի, որ շատ ավելի լավ էր, քան այն, ինչ որ դուք ուզում էիք։ Ֆինանսների հետ եմ տեսնում։ Ինչ որ բան կտրվում վերջանում է ֆինանսների հետ, վարկ ունեիք, վերջանում է, փակում եք, պարտք ունեիք, փակում եք, ձեզ պարտքեին բերում են, փակում են, տեսնենք։ Ինչ որ բան վերջանում է, ինչ որ բան կտրվում է ֆինանսներից, կամ կարող է ծախսեք ուզում անել, ինչ որ կլորիկ գումար է գնում ձեզնից, տեսնենք։ Ինչ է կատարվում առույցների ֆինանսներում, օյ, ներողություն։ Ինչ է կատարվում առույցների ֆինանսներում։ Ոչ մի կորուստել չեմ տեսնում, բացարձակ, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Եթե հիշում եք, ես սկզբից էլ ասեցի, որ ֆինանսները լինելու են առաջնահերթ շատ կարևոր այս շաբաթ առույցների համար, որտեղ տրամադրությունը կենտրոնացած էր ֆինանսների վրա, այո։ Իսկ այստեղ կտրուկ ինչ էր կտրվում, տեսնենք կտրվում էր, թե չէր կտրվում։ Կարող է պարզապես կտրուկ ինչ որ որոշումներ կայացնեք, բայց մյուս կողմից ոչ։ Իսկ հիմա ասեմ ինչ եմ տեսնում։ Հիշում եք աշխատանքի հետ ասացի կտրուկ փոփոխություններ կլինեն, ձեր ինչ որ կարող է փոփոխություն լինի աշխատանքի վայրում։ Ես վստահ եմ, որ կլինի եւ դի փոփոխություն։ Իրականում կտրուկ ձեր ֆինանսների վիճակը կլավանա։ Դե մյուս շաբաթ բնականաբար աշխատավարձը միանգամից կարող է չբարձրանալ, բայց տեսեք, տեսնում եմ այստեղ գեղեցկության ծաղիկների կարտը, երազանքների, ցանկությունների կարտը, ընտրության ճանապարհը եւ տեսնում եմ շնով նաեւ 10-ը որ գումար գալիս է։ Տեսեք, երկու տեսակ կարող եմ այստեղ ինֆորմացիա տեսնել, որովհետեւ սա գեղեցկության կարտն է եւ եթե որոշ առույցներ որոշել են հաջորդ շաբաթ ինչ որ պլաստիկ վիրահատություն, որտեղ սա կտրող գործիք է, կարող է լինել։ Կարող է նաեւ այդպես լինել։ Սա պլաստիկ ինչ որ վիրահատություն են ուզում անել եւ դա իրենց երազանքն է, իրենք դա են ուզում։ Երկար ժամանակ որոշում են կայացրել, այսպես պտտվել, վերջը իրենք ունեն բավականին գումար են հետ գցել եւ իրենց օգնել են նաեւ երևի իրենց հարազատ մարդիկ եւ վերջապես իրենք հաջորդ շաբաթ դա ծախս է իրենց համար, դրա համար են ֆինանսները կարեւոր, բայց իրենք վերջապես ունեն այդ գումարը, հավաքել են եւ ունեն, որպեսզի կատարեն իրենց երազած պլաստիկ վիրահատությունը, եթե որոշ առույցներին սա եթե վերաբերում է։ Իսկ մյուս առումով կտրուկ փոխվեն, որովհետև աշխատանքի վայրում փոփոխություններ կային, դրանք կտանեն նոր փոփոխությունների, գեղեցիկ միջավայր նորից մարդկանց հետ շփումը, ձեր ցանկություններին ավելի մոտենում եք ֆինանսական, այո, եթե ընտրության առաջ եք եղել այս աշխատանքին համաձայնվեք, չհամաձայնվեք, համաձայնվելու եք, եւ դա ձեզ կբերի նոր ֆինանսներ։ Բոլոր առումներով էլ լավ է, եթե պլաստիկ վիրահատությունը դուք ծախսում եք գումարը
դա ձեզ համար կարևոր է, դուք ունենաք բոլոր ֆինանսները, ծախսերը հոգալու համար։